չկա այլ ընտրանք ԵԱՏՄ-ին, բայց եւ ասում են, որ դուրս գալու մտադրություններ չունենք։ Սա ինչպես կբացատրեք։ Ну, տեսեք, ինչպես ասում են, կիսատ հղի լինել չի կարելի, հա, այսինքն պետք է մենք վերջը որպես պետություն մենք պետք է կողմնորոշվենք, հա, այսինքն մենք չենք կարող միաժամանակ ուրեմն լինել եւ ԵԱՏՄ-ում եւ հայտարարել նրա մասին եւ օրենքներ ընդունել, որ մենք գնում ենք դեպի Եվրամիություն։ Նախ առաջի հերթին դա հակասում է ընդհանրապես այդ Եվրասիական տնտեսական միության գաղափարին, հա, որովհետեւ Եվրոմիության ստանդարտները ու ԵԱՏՄ-ի ստանդարտները կտրուկ տարբերվում են իրարից։ Դու չես կարող լինես երկու տեղում էլ միաժամանակ, դա հնարավոր չի։ Երկրորդ, այն ինչ որ ասում է վարչապետը, ինքը հետևյալ արտահայտությունն է անում, որը ընդհանրապես իմ մոտ նախ մեծ զարմանք է առաջացնում, ոնց կարելի է ընդհանրապես նենց բան մտածել։ Ինքը ասում է, երբ որ ժամանակը կգա, մենք կորոշենք։ Գիտեք, դա ինձ մի հատ փորձեմ վերեմ մեր մարդկային հարաբերությունների դաշտ, դա նույնն է, ինչ որ օրինակ երկու մարդ իրար հետ ամուսնացած լինեն, բայց մեկը մյուսի աչքերի առջև սկսի ֆլիրտ անել ինչ որ մի երրորդ մարդու հետ, հա, կին կամ տղամարդ չեմ կապ չունի դա։ Ու ամուսինը իրեն ասում է, լսի, մենք ամուսնացած ենք, էլի, մի հատ ասում են, քեզ կարգի հրավերի, ու դրան ի պատասխան մարդը ասի, գիտես ինչ, երբ որ ես քեզանից լավը կգտնեմ, ես այդ ժամանակ կորոշեմ, ես քո հետ եմ մնում, թե գնում եմ իրանից։ Դա ոչ միայն անբարոյական է, հա, եթե խոսքը վերաբերում մարդկային հարաբերությունների մասին, դա նաև յուրաքանչյուր մարդ, եթե դա պրոյեկցիա անի իր վրա, կհասկանա, որ դա ընդհանրապես չի կարող այդպես բան լինի, այսինքն դու չես կարող միաժամանակ եւ ամուսնացած լինես միտեղ, մյուս կողմից էլ ուրեմն ֆրֆռաս ու ուրեմն ավելի լավին փնտրես, հա, ընթացքում յուրաքանչյուր մարդ ուրեմն կասի կողմնորոշվի կամ գնա, հա, հիմա ռուսները մեզ ասում են նույնը, ռուսները չէ, ԵԱՏՄ-ն է ասում, որովհետեւ երեկվա հայտարարությունը դա 4 պետությունների նախագահների հայտարարությունն է եղել, դա Պուտինը չի ասել։ Պուտինը ասել է Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ապրիլին, որ պետք է Հայաստանը պետք է կողմնորոշվի, բայց 4 մնացած պետությունները իրանք ասում են, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի։ Եվ իրանք շեշտում են, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի, ոչ թե Հայաստանի իշխանությունները, այլ Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի վերջը, ոչ թե Փաշինյանը։ Եվ դա շատ հստակ մեսիջ է։ Շատ հստակ մեսիջ է, կամ մենք ուրեմն շարունակում ենք լիարժեք մեր հարաբերությունները այս ամուսնության մեջ, կամ մենք պետք է գնանք, բայց եթե գնում ես, կներես դու կստանաս ուրեմն համապատասխան արդեն վերաբերմունք։